31-րդ թատերական լոռի միջազգային փառատոնի ծրագրում նաև Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնն է, որն իր ստեղծագործական ոչ այնքան երկար ճանապարհին հասցրել է ձևավորել յուրահատուկ ձեռագիր և նվաճել իր հանդիսատեսի սրտերը։ Ալավերդիում նրանց ներկայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երիտասարդ ու ժամանակակից թատերախումբը փառատոնի անբաժան մասնակիցներից է։ Հիշեցնենք, որ այս տարվա թատերական լոռի 31-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդիա Գրիգորյանի 100-ամյակին։ Ներկայացման սկզբում, ինչպես միշտ, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը ներկայացնում է թատրոնի և նրա տնօրեն սիրված դերասանուհի Հերիքնազ Բաղդասարյանին։ Բոհեմ թատրոնը աշխատում է այն սկզբունքով, ինչ սկզբունքով աշխատում է մեր Ալավերդու դրամատիկական, իսկ ենթակայությունը համայնքային է։ Շատ հետաքրքիր բեմադրություններ են անում, շատ հետաքրքիր նորամուծություններ են անում, նոր ձևեր են գտնում, նոր ձևերով ներկայացնելու տարբեր ստեղծագործություններ։ Սիրով ներկայացնում եմ թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանին։ Ծափահարենք։ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով Հերիքնազ Բաղդասարյանի ցանկապատը բեմադրությունից է։ Սա թատերական ներկայացում է, որը ոչ թատրոնում է, ոչ էլ բեմի վրա, այլ բաց երկնքի տակ, բնության գրկում, բնության մեջ։ Ներկայացման համար ընտրված վայրը Ալավերդու Valex Garden հյուրանոցառեստորանային համալիրի բացօթյա ռեստորանն է, որտեղ բնության գեղեցիկ միջավայրը, հարմարավետ պայմանները և հյուրասեր մթնոլորտը ներկայացմանը հաղորդեցին լրացուցիչ մոգականություն։ Հերիքնազ Բաղդասարյանի բեմադրած ցանկապատը մի պատմություն է մարդու ներքին սահմանների մասին։ Այն ցանկապատերը, որոնք մարդիկ կանգնեցնում են իրար միջև վախերից, նախապաշարմունքներից և չլսելու սովորությունից։ Իրադարձությունները տեղի են ունենում 100 տարի առաջ, թուրքական հերթական արշավանքի ժամանակ, որը սակայն հայելում է այսօրվա մեր իրականությունը։ Բեմադրիչը փորձել է ցույց տալ, թե ինչպես մարդիկ ինքնամեկուսանալով կամ փակվելով իրենց պատերի հետևում հաճախ կորցնում են փոխըմբռնման և հարաբերվելու հնարավորությունը։ Անգամ թուրքերի վերահաս աղետի հետևանքով ամեն ինչ կորցնելու վտանգի պայմաններում կռվում վիճաբանում են 1 մետր հողատարածքի համար։ Իսկ ներկայացման ավարտին, երբ հայտնի է դառնում, որ թուրքերը հարևան գյուղում են, վերցնում են միայն անձնական իրերը և հեշտությամբ հեռանում հարազատ գյուղից։ Ներկայացումը թատրոնի լեզվով հուշում է, որ յուրաքանչյուր ցանկապատ կարելի է հաղթահարել երկխոսությամբ, վստահությամբ և սիրով։ Այսպիսով ցանկապատը իր ասելիքով խորապես արդիական է, այն հիշեցնում է, որ բաժանարար գծերը ոչ թե պետք է մեզ հեռացնեն միմյանցից, այլ պետք է դառնան նոր կամուրջներ կառուցելու առիթ։ Չգիտեմ ժողովուրդ ինչ ասեմ, ոնց ասեմ ես ձեզ։ Թերևս 100 տարի է անցել պատմվածքից, բայց կարծես թե մեր օրերը լինեն։ Եվ ես ուզեցի, ես էլ որպես արտիստ, որպես մշակույթի ծառա, ես էլ ուզեցի իմ խոսքը ասել մեր ժողովրդին, որ մեր միջև ցանկապատները պետք չէ փնտրել, մեր միջև պետք չէ ցանկապատներ կառուցել, ցանկապատները պետք է թշնամու դեմ կառուցել։ Բոհեմ կամերային թատրոնը դեռ 90-ական թվականներից է մասնակցել լոռի փառատոնին, բայց այս տարի հատկապես ինձ համար շատ կարևոր էր մասնակցելը, որովհետև Վոլոդիա Գրիգորյանը եղել է նաև իմ վարպետը և Բոհեմ կամերային թատրոնը չէր կարող ուղղակի չմասնակցել այս տարվա փառատոնին։ Իսկ Բոհեմ թատրոնի դերասանները ընդգծում են, որ բաց երկնքի տակ ներկայացում բեմադրելը իր մեջ ակնհայտ բարդություններ ու առավելություններ է պարունակում։ Բացի տեխնիկական դժվարություններից, դա հանդիսատեսի հետ անմիջական կապի յուրահատուկ փորձ է, որը փաստորեն նրանց մոտ հաջողությամբ ստացվեց։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ալավերդու քաղաքի ողջ հանդիսատեսին, ջերմ ընդունելության, ծափերի, հուզմունքի համար շատ շնորհակալ եմ և ես երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ մասնակիցն եմ լոռվա աշխարհի տաղանդավոր դերասան, իմ ուսուցչի, իմ մեծ վարպետի Վոլոդիա Գրիգորյանի անունը կրող փառատոնին։ Շատ ջերմ հիշողություններ ունեմ այս քաղաքի հետ, այստեղ ինձ բնությունը ներշնչում է, որ ես ինձ զգամ ավելի
ստեղծագործ մտքով եւ ավելի լավ հանդիսանանք այդ թվում այսօր ներկայացմանը եւ տեղանքը ինքը իրեն տրամադրեց, որ մենք բացօթյա խաղանք այս ներկայացումը եւ զգանք մեզ իրոք բնության գրկում։ Թատերասեր հանդիսականն էլ իր հերթին նշեց, որ նման ձևաչափով, բայց երկնքի տակ ներկայացում դիտելը, այն էլ այսպիսի հուզիչ բեմադրությամբ շատ ողջունելի էր, ինչպես նաև գովելի։ Շատ տպավորված ենք, շատ հրաշալի բեմականացում էր մեր անցյալի, ներկայի, Հայաստանի, մեր խնդիրների մասին էր։ Շատ ոգևորված ենք դերասանական խաղից, ամեն ինչից, թող հաճախակ լինեն նման փառատոններ, ամեն տարի հաճախում ենք, շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Հիանալի։ Ես պարզապես խոսք չեմ գտնում ասեմ, անչափ դուր եկավ։ Այսպիսի վիճակով դրսում սա մի հիանալի բաներ էլի, ինչ ասեմ։ Դերասանները բոլորը հոյակապ։ Ներկայացման ավարտին Բոհեմ թատրոնը պարգևատրվեց թատերական լոռի փառատոնին մասնակցության համար։